Ամեն։ Փառք մեր ամենակարող Աստծուն, եկ Աստծուն ավելի բարձր ծափարություն տանք, ինքը արժանի է ամենալավագույնին, փառք մեր ամենակարող Աստծուն, մեր Տեր Հիսուսը արժանի է բոլոր փառքերի սիրելիս, Աստված օրհնի ձեզ շատ, ուրախ եմ լինել ձեր մեջ, շնորհակալություն փառաբանությանը, հրաշալի փառաբանության համար, Աստված օրհնի ձեզ սիրելիները շատ, գիտես ինչ կնստես, կուզենամ կողքինից ժպտաս նախ, բայց անկեղծ ժպտա, մի հատ լավ բան ասա, սրտից ասա, մի հատ բարի խոսք ասա սիրելիս, ու կարող ես նստել, Աստված օրհնի ձեզ շատ, Փառք Տիրոջը սիրելիներս այս հրաշալի օրվա ու այս հրաշալի ժամանակի համար շնորհակալ եմ Հովիվ Կարեն հրավերքի համար շնորհակալ եմ այս հնարավորության համար երեք նույնպես ունեցանք հնարավորություն ծառայելու Նավառայսիսկում Փառք Տիրոջը ամեն մեկիդ համար սիրելիներս իրականում ձեր Հովիվը ասեց մենք մի ընտանիք ենք գիտեք Մեր Աստված մեկ է, մեր երկնային Հայրը մեկ է, մեր Տեր Հիսուսը մեկն է, մեր Փրկիչը մեկն է։ Մի հովիվ կա ինձ շատ մոտիկ իմ ընկերներից մեկն է, մի հատ լավ բան ասում է մենք մի եկեղեցի ենք, ուղղակի հավաքվում ենք տարբեր տեղերում։ Էնպես որ մենք մի եկեղեցի ենք, սիրելիներս, ու հավաքվում ենք տարբեր տեղերում, փառք Աստծուն, որ դուք կաք այստեղ, այս քաղաքի մեջ, հավատում եմ որ Աստված դեռ բաներ ունի անելու այս քաղաքում, բաներ ունի անելու ամեն մեկիդ կյանքում, ամեն մեկիդ միջոցով եւ իհարկե սիրով այսօր կանցկացնեմ ձեզ հետ այս ժամանակը սիրելիներս ու կուզենամ կիսվել իմ սրտից այն ինչ որ Աստված դրել է իմ մեջ, հավատում եմ որ այդ խոսքը Աստծուց է, որովհետեւ գիտեք ամեն անգամ երբ որ ինչ որտեղ ինձ հրավիրում են ծառայելու, ինչ որտեղ հրավիրում են քարոզելու, ես միշտ աղոթում եմ, որպեսզի Աստված խոսի մարդկանց սրտերի հետ։ Գիտեք, որ դա չլինի մարդկային գիտելիքներից, որ ինչ որ բաներ ես կարդացել եմ եւ գալիս եմ կիսվում եմ դրանով, շատ կարեւոր է, որ Սուրբ Հոգին մեզ ծառայի, որ մենք թույլ տանք Աստված խոսի ամեն մեկի սրտի հետ։ Եվ գիտես, թող քո սիրտը բաց լինի այսօր, հավատում եմ, որ դու պատահական չես այստեղ, եւ հավատում եմ, որ Աստված անպայման ինչ որ բան այսօր կանի քո կյանքում։ Ամեն։ Ամեն։ Նախ կշարունակեմ, սիրելիներս, ուզում եմ հարցնեմ ով է այստեղ այսօր առաջի անգամ, ով է ընդհանրապես առաջի անգամ սենց եկեղեցում։ Մեր քրոջը գիտեմ, Աստված օրհնի ձեզ, կա էլի մարդ, Աստված օրհնի ձեզ, շատ բարով եք եկել Աստծո տուն, սիրելիներս, Աստված օրհնի ձեզ առատապես, Հովիվ ասեց, որ ես կվկայեմ մի քիչ մասին, ճիշտ ասած միտք չունեի պատմելու իմ ապաշխարության մասին, բայց քանի որ ինքը ասեց, ուզում եմ մի կարճ կիսվեմ դրա մասին, ուրեմն ապաշխարել եմ Ղազախստանում, Ալմատա քաղաքում, հիմա Ալմատի է կոչվում, մոտ 25 տարի առաջ գիտեք ու դա այնպես չի եղել որ ես փնտրել եմ Աստծուն դա այնպես չէր որ ես հասկացա որ Հիսուսի կարիքը ունեմ գնացի եկեղեցի որպեսզի Աստված իմ կյանքում ինչ որ բան փոխի իրականում իմ կյանքում շատ ծայրահեղ վիճակ էր շատ վատ բաների մեջ էի շատ սխալ բաներ էի անում խաղամոլության մեջ էի տարբեր սխալներ էի անում Եվ գիտեք, ամեն ինչը հասավ նրան, որ ուզում էի կյանքս ավարտեի ինքնասպանությամբ, որովհետև այնքան արդեն շատ դեպրեսիա կար իմ կյանքում, այնքան էր այդ ամեն ինչը ինձ տանջում ու իմ ընտանիքը, իմ հարազատներին, որ ես հենց էի մտածում, ավելի լավ է կյանքիս վերջ տամ, համ ես կպրծնեմ այս տառապանքից, համ էլ իմ հարազատները, իմ պատճառով էլ չեն տառապի։ Եվ գիտեք, այդ մտքերով մի հատ բարեկամ կին կար մեզ, որ երկար տարիներ ինձ քարոզում էր ավետարանը, բայց բանատեղ չէի դնում։ Գիտեք, ասում էի, իմ համար չի։ Դե ես երիտասարդ էի, ինձ թվում էր, որ կյանքը դա է, խմես, ծխես, չգիտեմ, ինչ որ սխալ բաներ անես, քո ուզած տեղերը գնաս, քո ուզած բաներով զբաղված լինես, բայց ճշմարտությունը նրանում էր, որ այդ կյանքը ինձ հասցրեց կործանման եզրին եւ ամեն անգամ երբ որ ինքը փորձում էր ավետարան ինձ քարոզի, ես միշտ ձեռ առնելով էի մոտենում այդ հարցին, ասում էի ինչ Աստված, ինչ բան, քանի դեռ կյանք կա, կյանք վայելի։ Ու գիտեք, այնպես ստացվեց, որ օրերից մի օր իրանց տան էի եւ
դա շաբաթ օր էր, մնացի այդ օր իրանց տանը, հաջորդ օրը կիրակի էր, ինքը պետք է գնար եկեղեցի իր սովորության համեմատ եւ ասեց, ընդամենը մի նախադասություն ասեց, արի եկեղեցի, Աստված քեզ կօգնի։ Գիտես, ուրիշ ոչ մի բան չասեց, ու ես գնացի եկեղեցի ոչ թե նրա համար, ժողովուրդ ջան, որ մտածեցի այտենց իրոք սպասի փորձեմ էլ այս տարբերակն էլ կարող Աստված ինձ օգնի։ Գնացի եկեղեցի, որովհետեւ ուրիշ գնալու տեղ չունեի։ Իմ համար արդեն ամեն ինչը վերջացած էր, մեկ ասի գնալու տեղ չկա, ինչ տարբերություն ուր եմ գնում։ Ու այտենց գնացի եկեղեցի։ Գիտեք, ես չեմ հիշի այնտեղ ինչի մասին էին քարոզում, ընդհանրապես ես ուշադրություն չէի դարձնում այն ամենին, ինչ որ տեղի էր ունենում եկեղեցում, բայց երբ որ փառաբանությունը սկսվավ, գիտեք, հետաքրքիր մի հատ բան տեղի ունեցավ իմ հետ։ Իմ ներսը խաղաղվեց։ Գիտեք, այդ դառնությունը, այդ չարությունը, այդ դեպրեսիան, այդ լարվածությունը, վախերը, այդ ամեն ինչը ինչ որ իմ ներսում կար, կարծես օդս ցնդեց։ Ոնց որ եղել է, որ մեկը հիվանդանոցում լինի, ինչ որ տեղ ցավում է, ձեր նարկոզ են տալիս, հա, կամ ինչ որ ցավազրկող են սրսկում, եւ այդ ցավը հեռանում է։ Գիտես, խնդրեմը չի հեռանում, բայց այդ պահին ցավը հեռանում է։ Եվ գիտեք, մի հատ հետաքրքիր բաներ իմ հետ տեղի ունենում։ Հենց ես եկեղեցում գտնվում էի, փառաբանությունը գնում էր, ես խաղաղվում էի։ Բայց որ եկեղեցուց թողում գնում էի, ամեն բան նույնն էր, նույն խնդիրները, նույն խնդիրները, ու ես եկեղեցի գնում էի, որպեսզի այդ խաղաղությունը վայելեմ։ Ինձ հետաքրքիր չէր այնտեղ ինչ են քարոզում, ինչի մասին են խոսում։ Հենց քարոզը սկսվում էր, ես ամենավերջի տեղերն էի նստում ու քնում էի։ Հենց վերջանում էր ամեն ինչը, վերջում լսում էի, որ արդեն վերջացել է, արտանում էի, գնում էի տուն։ Բայց օրերից մի օր մի հատ հետաքրքիր բան տեղի ունեցավ, մոտ 2 ամիս տենց գնում էի, եկա նստեցի 3-րդ թե 4-րդ շարքը, չեմ հիշում արդեն, շատ մոտիկ նստեցի բեմին, եւ այդ օրը ինձ հետաքրքիր էր ասել, լավ, այսքան գալիս եմ։ Մի հատ տենամ ինչ են ստեղ խոսում, ինչի մասին են քարոզում։ Ու այդ օրը խելոք լսեցի քարոզը, իմ դուրը եկավ։ Ես տեսա, որ հովիվը, որ քարոզում էր այդ օրը, այն ինչ որ ինքը ասում էր, ես չեմ հիշի ինքը ինչի մասին էր անգամ քարոզում, բայց գիտեք, ես տեսա, որ այն ինչ որ ինքը ասում է, դրա մեջ զորություն կա։ Այն խոսքերը, որ ինքը խոսում էր բեմից, դա կպնում էր ինձ, դա անհանգստացնում էր իմ սիրտը։ Բայց գիտեք, վերջում հետո երբ որ ավարտվեց ծառայությունը, հովիվը կոչ արեց, ինչպես մենք ենք մեր եկեղեցիներում անում, սովորության մեր համեմատ, հրավիրեց առաջ մարդկանց, դա շատ մեծ եկեղեցի էր, մոտավորապես 50-60 հոգի դուրս եկան բեմի մոտ ապաշխարության։ Բայց ես իմ տեղից չշարժվեցի, ես շատ հպարտ էի, չնայած նրան, որ իրոք շատ վատ վիճակում էի գտնվում, բայց դուրս չեկա ապաշխարության, մնացի իմ տեղում։ Մարդիկ ապաշխարեցին, հետո հովիվը ասեց, ստեղ ուզում ենք ձեր համար աղոթենք եւ ուզում ենք բոլոր այն մարդիկ, ովքեր ստեղ խնդիրներ ունեն, հիվանդություններ ունեն, ուզում ենք ձեր համար աղոթք անենք, որպեսզի Աստված հրաշք անի ձեր կյանքում։ Ու ինքը ասեց, ով այստեղ ունի խնդիրներ, խնդրում ենք բարձրացրեք ձեր ձեռքը, եւ գիտեք, հարյուրավոր ձեռքեր բարձրացան, բայց իմ ձեռքը էլի չբարձրացավ։ Գիտես, երբ որ աղոթքը սկսվեց, աչքերս փակեցի, ես անգամ գաղափար չունեի, որ Աստված այդքան իրական է։ Ես չգիտեի Աստծո խոսքը, ես չգիտեի Հիսուսը իրականում ինչ է իմ համար արել։ Բոլորի նման մի քանի բան լսել էի մանկությունում, մանկական Աստվածաշունչ ունեի, ինչ որ բաներ կարդացել էի, բայց բացարձակ գաղափար չունեի Աստծո մասին։ Եվ գիտեք, փակեցի աչքերս ու սենց իմ ներսում ոչ բարձրաձայն ասեցի, չգիտեմ դու կաս թե չկաս, բայց խնդրում եմ քեզ, եթե դու իրոք կաս, օգնիր ինձ։ Ու սիրելիներս, գիտեք, իմ հետ մի հատ ցնցող բան տեղի ունեցավ, ինձ ոչ մեկ չէր պատմել, ինչ կարա իմ հետ տեղի ունենա։ Ես չգիտեի ինչպիսին է Աստծո ներկայությունը, երբ որ ասում են Աստծո ներկայությունը կպավ ինձ եկեղեցում։ Ես չգիտեի ընդհանրապես ոչ մի բան։ Բայց գիտեք, մի հատ հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Հանկարծ ինձ մի հատ թանձր ամպ շրջապատեց։ Այնքան թանձր, որ ես շոշափելի ֆիզիկապես կարող էի զգալ դա։ Ու գիտեք, դա այնքան զորավոր էր, ես ինչքան էլ փորձեմ ձեզ գեղեցիկ ներկայացնեմ, ես չեմ կարողանալու ձեզ փոխանցեմ այն երանությունը, որ այդ պահին ես զգում էի։ Երբ որ դա տեղի ունեցավ, ես շատ ուժեղ սկսեցի լաց լինել։ Ես չէի հասկանում իմ հետ ինչ է կատարվում, ես չէի հասկանում, որ Աստծո ներկայությունն է ինձ կպել։ Ու գիտեք, ինչքան փորձում էի արցունքներս զսպեմ, այդքան ավելի ուժեղ էի սկսում լաց լինել։ Հպարտությունս, գիտեք, սենց խեղդում էր, ուզում էի կանգնեցնեմ, չէի հասկանում, ես ինչ է իմ հետ տեղի ունենում։ Ես չգիտեի ինչ բան է լացը, ինչքան փորձում էի ինձ կանգնեցնեմ, այդքան ավելի ուժեղ էի սկսում լացել։
Ու գիտեք, հաջորդ պահը շատ զգալի, ֆիզիկապես զգալի։ Հանկարծ զգացի ինչպես է մեկը թիկունքից ինձ գրկել։ Ու գիտեք, շատ պարզ լսեցի Տիրոջ ձայնը, լսելի։ Դա ոչ թե իմ մտքերում էր, դա ոչ թե ինչ որ իմ ներսում էր, ես շատ պարզ ու լսելի լսեցի Տիրոջ ձայնը։ Ես քեզ սիրում եմ, դու ինձ պետք ես։ Գիտեք, իրականում ես սիրելիներս այնքան սեր կար այդ ներկայության մեջ։ Ես չեմ կարողանա ձեզ փոխանցի, իրականում ինչքան դա քաղցր էր։ Ու առաջի միտքը, որի մոտ եկավ, ես ասի, ախր ես ինքս ինձ պետք չեմ։ Գիտեք, այնքան վատ բաներ էի արել, ես ինքս ինձ ատում էի, որ իմ հարազատներն են իմ պատճառով տառապում։ Ինքս ինձ ատում էի, որ այդ վիճակի մեջ էի, բայց չէի կարող կանգ առնեմ։ Ասում եմ, ախր ես ինքս ինձ պետք չեմ։ Ինչպես ես կարամ ինչ-որ մեկին պետք լինեմ։ Ու գիտեք, հաջորդ պահը հանկարծ տեսիլք եմ տեսնում։ Տեսիլքի մասին էլ ինձ ոչ մեկ չէր պատմել։ Ես չգիտեի ինչ կարա իմ հետ ընդհանրապես այդտեղ տեղի ունենա։ Ու հանկարծ տեսնում եմ Գողգոթան։ Տեսնում եմ 3 խաչ, տեսնում եմ Հիսուսին մեջտեղը խաչված։ Ու տեսա ինչպես է Տերը արյունահոսում։ Ու գիտեք, հաջորդ նախադասությունը նորից լսում եմ. ես սա արել եմ քեզ համար, որպեսզի դու ապրես։ Ու գիտեք, դա օր էր, որը փոխեց իմ կյանքը, սիրելիներս։ Դա օր էր, որը փոխեց իմ կյանքի ամբողջ ընթացքը։ Երբ որ ես այդ օրը եկեղեցուց դուրս եկա, ես լրիվ ուրիշ մարդ էի։ Աստված այնքան գերբնական փոխեց ինձ, այնքան գերբնական այցելեց ինձ։ Գիտեք, 2-3 ամսվա մեջ իմ կյանքը այնքան կտրուկ փոխվեց, որ իմ ամբողջ շրջապատը շոկի մեջ էր։ Մարդիկ չէին հասկանում ինչ է իմ հետ տեղի ունեցել։ Ոնց կարա ասենք մարդը, չգիտեմ, անառակ, խմող, ծխող, խաղացող, նարկոտիկների մեջ, ինչի մեջ ասես գտնվող մարդը, ոնց կարա մի ակնթարթում փոխվի դառնա ուրիշ մարդ։ Գիտեք, մեր Կարենը ասեց, որ մենք երկուս էլ Տաշիրից ենք, չգիտեմ, հայերենը տենց ասում են, թե չէ, մեր մոտ ասում են կարմիր կովը կաշին չի փոխում, տենց արտահայտություն կա։ Գիտեք, իմ դեպքը այն դեպքն էր, որ կարմիր կովը փոխեց կաշին, ժողովուրդ։ Տերը եկավ ինձ մոտ, փոխեց իմ կյանքը։ Գիտեք, 25 տարի արդեն Աստծո մեջ եմ։ Մի օր չի եղել, մի վայրկյան չի եղել, որ ես զղջամ, որ այդ օրը որոշում կայացրի քայլել Հիսուսի հետևից։ Ու այսօր կանգնած եմ ձեր առջև, ծառայում եմ ձեզ Աստծո խոսքով։ Գիտեք, եթե այդ օրը տեղի չունենար, միգուցե ես հիմա կենդանի էլ չլինեի ու չկարողանայի վկայել իր փառքի մասին։ Եվ գիտեք, սիրելիներս, ուզում եմ մինչ կանցնեմ հիմնական իմ խոսքին, ինչ որ այսօր ուզում եմ կիսվել ձեր հետ, մի հատ սենց բան ասեմ։ Ես հաստատ գիտեմ, ստեղ շատ մարդիկ կան, ովքեր ունեն խնդիրներ։ Կան ստեղ մարդիկ, որ ունեն խնդիրներ։ Եթե մեկ ասի, ես խնդիրներ չունեմ, գիտեք, ես շատ կզարմանամ։ Ինձ թվում է չկա տենց մարդ, որ այս աշխարհում խնդիրներ չունի։ Բայց գիտեք, ամբողջ հարցը նրանում է, ինչպես ենք մենք արձագանքում այդ խնդիրներին։ Երբ որ դա մեր հետ տեղի ունենում է, ինչ ենք մենք անում։ Ավելի կպնում ենք Աստծուն, ավելի բռնվում ենք Հիսուսից, թե հակառակը ապստամբում ենք Աստծո դեմ։ Գիտեք, ցավոք սրտի շատ մարդիկ կան, երբ որ իրանց հետ մի բան տեղի է ունենում, սկսում են մեղադրել Աստծուն։ Նրա փոխարենը, որ գան Աստծո մոտ, նրա փոխարենը, որ փնտրեն Աստծո երեսը, խնդրեն Աստծուց, սկսում են մեղադրել Աստծուն, սկսում են ապստամբել Աստծո դեմ։ Եվ գիտեք, մի հատ հետաքրքիր դեպք եղավ, մի հատ կին կար, խնդիրներ ունեին իրանց ընտանիքում, հրավիրեցին մեզ, գնացինք աղոթելու իրանց տան անդամներից մեկի համար, եւ գիտեք, շատ ծանր վիճակ էր, բայց Աստված հրաշք արեց։ Ժողովուրդ, Աստված տեսանելի հրաշք արեց։ Երբ որ իրանց տանը էինք, ասեցինք, մենք հավատում ենք, որ Աստված հրաշք կանի, բայց շատ կարևոր է, որ եկեղեցի էլ գաք, շատ կարևոր է, որ Հիսուսի հետևից գնաք։ Գիտեք, իրանք ասեցին, հա, կգանք։ Ուրեմն իրանց տան անդամը վերականգնվեց, բժշկվեց, անցավ մի շաբաթ, անցավ 2 շաբաթ, 3 շաբաթ, իրանք եկեղեցի չեկան։ Հետո նորից այդ անձնավորությունը վատացավ, նորից զանգեցին, եկեք աղոթեք։ Գնացինք, աղոթեցինք։ Գիտեք, երբ որ աղոթում ենք այդ օրը,
հետքին ասում էր. Աստված ջան, օգնի, շաբաթ օրն էլ եկեղեցի կգանք, կիրակի օրն էլ եկեղեցի կգանք։ Գիտեք, Աստված էլի հրաշքարեց, բայց ինքը էլի եկեղեցի չեկավ։ Հետո մի հատ ուրիշ խնդիր կար, շատ լուրջ իրանց տան մեջ։ Եվս մեկ ուրիշ խնդիր։ Մենք ամեն անգամ գալով իրանց տուն աղոթում ենք դրա համար։ Հնարավոր է ինձ համացանցով դիտեն, ուղղակի չեմ ուզենա շատ մանրամասներ ասեմ, բայց գիտեք, նորից միաբանվեցինք, սկսեցինք աղոթել։ Շատ լուրջ խնդրեմ կար, ու Աստված նորից լուծեց այդ խնդրեմը։ Ու Աստված նորից հրաշքարեց իրանց ընտանիքում։ Գիտեք, ինչ է կարծում իրանք եկեղեցի եկան, չեկան եկեղեցի։ Անցավ որոշ ժամանակ, իրանց ընտանիքում շատ վատ բան եղավ։ Չեմ ուզենա մանրամասնեմ, սիրելիները, շատ վատ բան եղավ։ Եվ օրերից մի օր կնոջս հետ զբոսնում էինք, մեր տան կողքը մի հատ այգի կա, հանդիպեցինք իրան։ Տեսանք, գիտեինք, որ այդ բան իրանց հետ տեղի է ունեցել, մոտեցանք, բարևեցինք, ասենք մենք տեղյակ ենք ինչ է եղել, խոսեցինք մի քիչ, հարց-փորձ արեցինք, ինչ ընթացքի մեջ է այդ ամեն ինչը, ու գիտեք, ասի քուրս, ասի խնդրում եմ քեզ, Հիսուսին բռնի, Հիսուսից բռնվեք, մենակ Հիսուսը կարա ձեզ օգնի։ Գիտեք ինչ ասեց։ Ասեց, այդ Հիսուսը, որ այսքան աղոթում ենք իրան, ինչի թույլ տվեց, որ սենց բան եղնի։ Գիտեք, երևի կյանքիս մեջ առաջի անգամն էր, 3-4 օր տեղ չէի գտնում ինձ։ Գիտեք, ինքան կոպիտ ձևի հետ ասեց, այդ Հիսուսը, իմ Հիսուսի մասին, ինչ որ մեկը ասում է, այդ Հիսուսը։ Գիտեք, ես շատ է եղել տեսել եմ, որ մարդիկ այտենց առհամարանքով շատ վատ ձևի Աստծո նկատմամբ վերաբերվում են ու շատ կարևոր է, գիտեք, մի բան հասկանանք։ Զարմանալին են, որ այն ինչ որ Հիսուս իրանց կյանքում արեց, դա մոռացել է։ Հենց որ մի հատ վատ բան եղավ, ասում է ուր էր այդ Հիսուսը։ Այսքան աղոթում ենք, ինչի մեր հետ էսի եղավ։ Սիրելիներս, ես ուզում եմ ձեզ մի բան ասեմ։ Աստված իր սերը Գողգոթայի խաչի վրա ապացուցել է։ Գիտես, եթե մեկը կա, որ կմտածի Աստված չի լսում, Աստված բարի չի, Աստված սիրող Աստված չի, բա խի եմ ես այս բաների միջով անցնում, բա որ Աստված բարի է, խի է թույլ տալիս ես ամեն ինչ իմ կյանքում լինի։ Աստվածաշնչումը գրած այդպես, իր սերը ապացուցեց, երբ որ Հիսուսը խաչի վրա մահացավ։ Աստված ապացուցել է իր սերը։ Սիրելիս, դրա համար երբ որ մի բան է լինում քո կյանքում, մի մտածիր այդպես, որ Աստված բարի չի, մի մտածի, որ Աստված քեզ մոռացել է։ Մի մտածի, որ Աստված քո աղոթքները չի լսում։ Աստված ամեն բան գիտի, Աստված հսկում է քո կյանքը, եւ Աստված ունի ապագա ամեն մեկիդ համար։ Գիտեք, ուղղակի հարցը նրանում է, որ շատ անգամ մեր պատկերացրած ապագան կարող է տարբերվել Աստծո պատրաստած ապագայից, որովհետև մենք շատ անգամ էգոիստ ենք լինում, հպարտ ենք լինում, մենք ուզում ենք մեր ձևի ապրենք, ուզում ենք, որ Աստված մեզ օրհնի, ուզում ենք Աստված մեզ պահի, ուզում ենք Աստված հաջողություն տա մեր գործերին, երբ որ պետք է վազենք իր մոտ, ինքը մեզ բժշկի, բայց երբ որ հարցը կանգնում է, որ մենք գնանք իր հետևից, երբ որ հարցը կանգնում է, որ մենք պիտի իրան ծառայենք, երբ որ հարցը կանգնում է, որ մենք սուրբ պիտի ապրենք, գիտեք, մենք այդքան էլ արդեն չենք ուզում գին վճարենք, այդքան էլ չենք ուզում իր հետևից գնանք, այդքան էլ չենք ուզում մեր հին կյանքը թողենք։ Մի հատ տղա կար, էս վերջերս խանութում հանդիպեցինք, ինքը իրան շատ են քարոզել, ինքը գիտեր Աստծո մասին, իր ընտանիքը եկեղեցի է հաճախում, ասի լսի, բա ինչի չես գալիս եկեղեցի։ Ասեց, լսի, ես հավատում եմ ամեն ինչ որ ասում եք, 100%-ով Աստվածաշունչը ընդունում եմ։ Բայց ասեց, գիտեմ, որ եկա եկեղեցի պիտի մեղք չգործեմ, բայց ես ուզում եմ մեղք գործեմ։ Դրա համար էլ չեմ գա եկեղեցի։ Գիտեք, ամեն մարդ ինքն է որոշում իր կյանքի ընթացքը։ Ու երբ որ մի բան լինում է, պետք չի Աստծուն մեղադրել, բա ուր է իր Աստված։ Գիտեք, ուզում եմ, չեմ կարա առաջ գնամ, ժողովուրդ ջան, ուզում եմ անցնեմ թեմայից, բայց զգում եմ էլի բան կա ասելու։ Մի հատ տղա կար, օրերից մի օր իր ընտանիքի անդամները զանգեցին, ասեցին մեռնում է։ Շտապ օգնություն էին կանչել, մոտը ծայրահեղ, ուրեմն տուբերկուլոզ էր։
ծայրահեղ ստադիայի արդեն տուբերկուլյոզ էր, երբ որ հազում էր, թոքի կտորները արյան հետ գալիս էին բերանից թափվում էին, շատ վատ վիճակ էր, մի ամիս հաց չէր կերել։ Գիտեք, երբ որ մենք իրան տեսանք, ոնց որ կաշին ու ոսկորն էին մնացել, այնքան էր հալվել, նիհարել։ Եվ վատանում է այդ օրը, զանգում են շտապ օգնություն են կանչում, շտապ օգնությունը գալիս է, ասում է ձեր տղան 2 ժամից կմեռնի։ Ու այդ շտապ օգնության բժիշկը խնդրում է, ասում է, ստեղ մենք թուղթ ունենք, երբ որ մեկը մահանում է, դե շտապ օգնություն են կանչում, իրանք ոնց որ այդ մահվան փաստը, հա, արձանագրում են, որ իրանք եկել են, հա, մարդը մահացած է։ Ասում է, մեկը մեռնելու է, խնդրում ենք ձեզ, մամային ասում են, ստորագրեք այս թուղթը, 2 ժամ հետո հետ չգանք։ Իր մաման վերցնում է, ստորագրում է այդ թուղթը, որտեղ հասկանում են, որ այդ տղեն մեռնելու է 2 ժամ հետո։ Վիճակը իրականում շատ վատ էր։ Եվ երբ որ իրանք զանգեցին, եկանք իրանց տուն, գիտեք, անկեղծ ասած, ես մոտ 2 թե 3 տարվա արդեն քրիստոնյա էի, այդ ժամանակ հովի օգնական էի, ու մեր եկեղեցուց 2 ծառայողի հետ գնացինք այդ տղային այցելելու։ Ես ձեզ անկեղծ կասեմ, ժողովուրդ ջան, ես չունեի հավատք, որ մենք աղոթելու ենք, այս տղեն բժշկվելու է։ Իմ համար դա նման էր, որ ասենք աղոթես մեռելը հարություն առնի։ Ես այդքան հավատք չունեի։ Երբ որ տեսա այդ տղային, գիտեք, չգիտեմ, մի հատ ահավոր գույնի պարկած, ոչ շարժվում է, ոչ նորմալ խոսում է ու հասկանում ես, որ ինքը մի քիչ հետո մահանալու է։ Դե որպես, ասենք, քրիստոնյա ես սկսեցի խոսել փրկության մասին, ասի գիտես, կյանքը սրանով չի վերջանում, կյանքը հավիտենական է, երբ որ մահանաս կկանգնես Հիսուսի առաջ։ Դրա համար արի աղոթենք, հա, խոսեցի ապաշխարության մասին, ասի իրար հետ արի աղոթենք Հիսուսին ընդունես, որ մեղքերդ ներված լինեն, ինքը համաձայնվեց։ Աղոթեցինք իր համար եւ գիտեք, այս տղայի հետ սկսեց ինչ որ տարօրինակ բան տեղի ունենալ։ Ինչ որ իր մեջ բաներ սկսեց տեղի ունենալ, ու իմ համար դա տարօրինակ էր, զանգեցի մեր հովին, ասի հով ջան, ինչ որ բաներ է հետը տեղի ունենում, վրոդի տուբերկուլյոզ է, բայց ինչ որ տարօրինակ բաներ անում, չեմ հասկանում ինչա կատարվում։ Ասեց 2 ժամ Սուրբ Հոգով աղոթեք իր համար, լեզուներով 2 ժամ աղոթեք։ Գիտեք, դե հովը ասելա, մենք էլ հնազանդվում ենք, սկսեցինք աղոթել։ Աղոթում ենք մի ժամ, ժամ ու 10 րոպե, 15 րոպե, ոչ մի բան տեղի չի ունենում, ժողովուրդ։ Ոչ մի բան, բացարձակ։ Գիտեք, մոտ ժամ ու 15 րոպե արդեն անցել էր, երբ որ աղոթում ենք, հանգարց, գիտեք, մի հատ թանձր Աստծո ներկայություն եկավ այդ սենյակի մեջ։ Գիտեք, մի հատ ամպի նման Աստծո ներկայությունը լցվեց այդ սենյակի մեջ։ Ժողովուրդ ջան, դա այնքան շոշափելի էր, այնքան կարելի էր դա զգալ։ Եկա նստա այդ տղայի մահճակալին, գիտեք, ձեռս դրեցի վրան ու սկսեցի աղոթել։ Երբ որ աղոթում ես, սկսեց ուժեղ լաց լինել ու Հիսուսի անունը կանչել։ Տվեցի իր անունը, ասի, լսի, ասի, նույն բան է զգում, ինչ որ ես եմ զգում։ Ու ինքը մենակ ասում էր Հիսուս ջան, Հիսուս ջան։ Ժողովուրդ ջան, մի քանի րոպե հետո մի հատ այնց բան տեղի ունեցավ, որ մենք մի 20 րոպե մենակ նստած նայում ենք ու չէինք հասկանում, էս իսկական է թե չէ։ Գիտեք, մի քանի րոպե հետո տեղերից վեր թռավ, սկսեց սենյակի մեջ վազել։ Աստված գերբնական հրաշք արեց։ Գիտեք, մի ամիս հաց չէր կերել։ Մամային ասեց հաց եմ ուզում ուտեմ, սոված եմ։ Եկե մի հատ սենց են չուգունից թավաներ կան, հա։ Մաման ժարից սարքեց կարտոշկից, նստելա հիմա ուտում է, այնքան շատ է ուտում, ասում եք լսի կմեռնես, մի ամիս հաց չես կերել, գոնե քիչ կեր։ Կերավ, եկա կերավ։ Հիմա գիտեք նստած ենք ու աղոթել ենք, որ Աստված հրաշք անի, բայց նստած մեր աչքերին չենք հավատում, որ էսի մենք ենք տեսնում։ Գիտեք, հաջորդ օրը առավոտը զանգեցինք, դեսեն զգուշությամբ, էլի հլա մինչև վերջ չենք կարա հասկանանք, էս ինչ էր տեղի ունեցավ։ Առավոտը զանգել ենք, ուզում ենք վստահ լինենք, որ ինքը կենթանի է, գիշերը բան չի փոխվել։ Զանգեցինք, իր մաման ասում է ամեն ինչ լավ է, հա, ոտքի վրա է, 2 շաբաթ հետո եկավ իր ոտով եկեղեցի ժողովուրդ, արդեն լցվել էր, հաց էր սկսել ուտել, 2 շաբաթ հետո եկավ եկեղեցի, իր բերանով վկայեց, որ Աստված հրաշք արել։ Անցավ մի ամիս, Փառք Հիսուսին, Փառք ամբողջ փառքը Հիսուսին, անցավ մի ամիս, իր հետ ամեն ինչ լավ է, ինքը շարժվում է, մեր տներն է գալիս, շփվում է մեր հետ, անցավ 2 ամիս, ժողովուրդ ջան, ամեն ինչ լավ է,
Աստված ռեալ հրաշքար էր։ Գիտեք, դա նենց չէր, որ 2 օր լավ էր, հետո մի բան հետ եղավ։ Գիտեք, բայց ես շատ կուզենայի, որ այս պատմությունը այս նոտայի վրա ավարտեի։ Հա, ուրախ ավարտ կլիներ, բայց ցավոք սրտի այդ պատմությունը վատ ավարտ ունեցավ։ Գիտեք, մի օր նստած էինք, մեր աղբերներից մեկի տան էինք, իրանք տան արեստանոց ունեն, արեստավորներ էին, ու ինչ-որ հեռուստացույցով, հանրային հեռուստատեսությամբ, ինչ-որ համերգ էր գնում, ու այնտեղ ինչ-որ աղջիկներ էին բեմի վրա ապարում, այստեղն էլ նստած, հենց ուշադիր հեռուստացույցին են նայում, մեր աղբերներից մեկն էլ կիսակատակ, կիսալուրջ ասեց, «Էդ ինչ ես այդտեղ տեսել, այդքան ուշադիր նայում ես»։ Ու աղջիկներ էին այնտեղ ապարում, ինքը ուշադիր նստած նայում էր։ Ասեց, սենց կտրուկ վեր կացավ տեղից, ասեց, ինձ սենց կյանքը ձեռ չի տալիս։ Ինձ սենց կյանքը ձեռ չի տալիս։ Գիտեք, Աստված կարելի ասել գերեզմանից հանեց իրան։ Անցել է 2 ամիս, ինքը հասկանում է, որ ինքը մեղք չպետք է գործի, ինքը հասկանում է, որ Աստծո հետ պիտի կայլի, ասում է, ինձ սենց կյանքը ձեռ չի տալիս։ Գիտեք, չանցավ 4 թե 5 օր, ավելի վատացավ ու մահացավ 10 օր հետո։ Սիրելիներս, ես հաստատ վստահ եմ, Աստված իր գործը արեց, ես իմ աչքով եմ դա տեսել։ Եթե մեկը պատմեր կասեի, դե սարքել են, դե երևի պահի տակ լավացավ, դե իրականում այտենց դեպքում մարդիկ չեն ապրում։ Աստված իրական հրաշք արեց։ Բայց ես տեսա ինչպես մարդը ինքը իր բերանով, գիտեք, Աստծուն ասեց ոչ։ Ինձ սենց կյանքը ձեռ չի տալիս։ Ինչի եմ սա ասում, սիրելիներս, հիշեք, միշտ մենք ենք ընտրում մեր կյանքի ընթացքը։ Մենք ենք ընտրում ինչպեսին կլինի մեր ապագան։ Երբեք Աստծուն չմեղադրեք։ Երբեք Աստծո դեմ բողոք չանեք, սիրելիներս։ Նա այն մեկն է, միակն է, ումից որ մենք միշտ բռնված պիտի լինենք։ Այսօր իմ խոսքն էր հավատարմության մասին։ Ուզում եմ խոսել հավատարմության մասին։ Գիտեք, քանի որ մեր ժամանակը շատ չի, ուզում եմ ընդամենը մի պատմություն վերցնեմ Աստվածաշնչից։ Աստված այսօր ունի հավատարի մարդկանց կարիք։ Գիտեք, հավատարմությունը դա Աստծո բնավորության գծերից մեկն է։ Աստծո անունը հավատարիմ Աստված է։ Նրա անունը հավատարիմ։ Եվ գիտես, Աստվածաշունչը ասում է, անգամ եթե մենք հավատարիմ չլինենք, ինքը հավատարիմ կմնա։ Աստված չի փոխվում։ Ու ես հավատում եմ, սիրելիներս, որ Աստված ուզում է մենք էլ այդպիսին լինենք, որ մենք փոփոխական չլինենք։ Այսօր ամեն ինչ լավ է, փառքես Հիսուս ջան։ Վաղը մի քիչ նեղություն կա, բա ուր է այդ Հիսուսը, որ այսքան աղոթում ենք չի պատասխանում։ Գիտես, մի եղիր փոփոխական։ Կայուն մարդ եղիր, հավատարիմ մարդ եղիր։ Գիտես, Աստված միշտ վարձատրում է նրանց, ովքեր հավատարիմ են։ Կա 3 տղայի պատմություն, Սեդրակ, Միսակ, Աբեդնագը Աստվածաշնչում։ Երբ որ թագավորը ասեց, որ դուք պետք է երկրպագեք այն կուռքին, որ ես կայնացրել եմ, իրանք ասեցին չենք երկրպագի, ասեց կվառեմ ձեզ, ասեց եթե վառեսել մեկա չենք երկրպագի։ Մենք հավատում ենք, որ մեր Աստված կարա մեզ քո ձեռից ազատի։ Բայց գիտեք, մի հատ հետաքրքիր բան են ասում, բայց ասում անգամ եթե չազատի էլ, քո դրած կուռքին մեկա չենք երկրպագի։ Եվ գիտես ինչ է գրած Հայտնության գրքում, Հիսուսը ասում է, հավատարիմ եղիր մինչև իմ մահ և կյանքի պսակը կառնես։ Գիտես, հավատարմությունը էդի մի հատ բնավորության գիծ է, սիրելիս, որ դու պիտի պատրաստ լինես քո կյանքի գնով էլ քո հավատարմությունը պահես։ Հավատարիմները ամեն բան կժառանգեն, ով որ հավատարիմ մնա մինչև վերջ նա կյանքի պսակը կառնի։ Գիտեք, իմ մաման շատ լավ քրիստոնյա էր։ Կար ժամանակ, որ ինքը չէր ընդունում ինձ, երբ որ ես քարոզում էի, մտածում էր, որ գժվել եմ։ Մտածում էր, որ ասում էր ուղարկել եմ երեխես գնա մարդ դառնա, գնացել հավատացյալա դառել։ 3 ամիս անդադար լաց էր լինում։ Մինչև չեկավ եկեղեցի, մի հատ անբուժելի հիվանդություն ուներ։ Աստված գերբնական ձևի բժշկեց։ Նույն օրը, երբ որ մտավ եկեղեցի, 20 տարուց ավել տառապում էր։ Հետո մի հատ էլ ուրիշ հիվանդություն ուներ, էլի անբուժելի։ Երկրորդ հիվանդությունից էլ Աստված բուժեց։
Գիտեք, երկար տարիներ քարոզում էր ավետարանը, շատ լավ սիրտ ուներ, ծառայում էր մարդկանց, բայց եկավ օրը քաղցկեղով հիվանդացավ։ Գիտեք, ու մարդիկ ասում էին, ասում եք մեր Աստված բուժում է, ասում եք ալերգիայից բուժվել է, քաղցկեղից չի կարա ձեր Աստվածը բուժի։ Գիտեք, մենք շատ երկար ճանապարհ անցանք, շատ դժվար, մոտ 4-5 տարի, մի քանի ծանր վիրահատություններ, քիմիայի process անցանք։ Բայց 53 տարեկանում իմ մաման հեռացավ այս երկրից։ Գիտեք, հետաքրքիրը ինչ էր, սիրելիներս։ Մարդկորեն, որ նայում ես, դա շատ դաժան է, շատ ծանր է։ Տեսնես քո ծնողը ոնց է տարիներ շարունակ տանջվում։ Լավ կյանք չի ունեցել, պապայս հետ բաժանված էր, ամբողջ կյանքը նվիրել էր, որ մեզ մեծացնի։ Ու շատ դժվար էր տեսնել այդ ամեն ինչը, երբ որ քո մայրը քո աչքի առաջ մահանում է։ Բայց գիտեք, մահվան օրը ինքը գիտեր, որ այդ օրը ինքը գնալու է երկինք։ Առավոտյան արթնացավ, սենց բան ասեց Հիսուսը ինձ ասեց, կքնես այսօր, առավոտը կգամ քո հետևից։ Գիտես, այդ օրը ինքը գիտեր, որ սա իր վերջի օրն է, ինքը քնելու է, ու Հիսուսը կգա իր հետևից։ Այդ օրը մեր բոլոր բարեկամներ եկան մեր տուն, իմ քեռիները, իր աղբերները, շատ ուրիշ բարեկամներ եկան մեր տուն։ Գիտեք, բոլորը լացում էին, հասկանում էին, որ սա իր վերջի օրն է, ինքն էր իր բերանով ասում, սա իմ վերջի օրն է։ Մարդիկ եկել էին հրաժեշտ տալու, հասկանում էին, որ էլ չեն տեսնի իրան։ Գիտեք, հետաքրքիր է ինչ է, ժողովուրդ ջան։ Ինքը ասում էր, իմ համար մի լացեք։ Ես գիտեմ, ես ուր եմ գնում։ Իմ համար ասում էր մի լացեք, ես գիտեմ ուր եմ գնում։ Ձեր համար լացեք, որովհետև դուք չգիտեք դուք ուր եք գնում։ Մի քանի հոգու հետաքրքիր մի քանի բան ասեց, Աստված կարծես բացել էր իր հոգևոր աչքերը։ Քնեց այդ օրը եւ առավոտյան գնաց երկինք։ Սիրելիներս, դրանից հետո ես շատ տանջվում էի, մտածում էի, բայց կարար մամաս մի քիչ էլ ապրեր։ Կյանք չէր տեսել, քիչ լավ օրեր էր տեսել, ինչքան բան կուզենայի անեմ։ Մամայիս համար մի լավ տեղ գնար, մի լավ բան առնեի իր համար։ Ու գիտեք, մի քանի ամիս այդ մտորումների մեջ էի, մի օր Աստված խոսեց հետս։ Ասեց դու ամենալավագույնը իր համար արել ես։ Դու իրան բերել ես փրկության։ Չկա ավելի մեծ նվեր, չկա ավելի մեծ բան, քան դու կարաս անես քո հարազատների համար, քան որ փրկությունը։ Չկա ավելի մեծ բան, ժողովուրդ, կյանքը հավիտենական է։ Այս աշխարհի վրա կյանքը շատ կարճ է, ժողովուրդ ջան, շատ կարճ է։ Ու գիտես, իմ համար ես դրանից հետո այնքան խաղաղվեցի, այնքան մեծ խաղաղություն եկավ իմ ներսում։ Ես հասկանում եմ, որ իր հետ կհանդիպեմ երկնքում։ Ինքը դժոխք չի գնացել, ինքը փրկվել է, ինքը ճանաչել է Հիսուսին, ինքը քարոզել է մարդկանց ավետարանը։ Ու այնքան կարևոր է անգամ այդ պահին, խոսում ենք հավատարմության մասին, ինքը հավատարիմ մնաց։ Գիտեք, կար մի մարդ, Հովանես Առաքյալի աշակերտն էր, իր անունը Պոլիկարպ էր։ Զմիրնա քաղաքում ինքը եպիսկոպոս էր, Փոքր Ասիայում էր ծառայում։ 86 տարեկան էր։ Այդ ժամանակ Հռոմը շատ ուժեղ հալածում էր քրիստոնյաներին։ Մարկ Ավրելի կայսրի ժամանակներն էր դա, եւ քրիստոնյաներին մասսայական սպանում էին, խաչում էին, վառում էին, գազաներին բաց էին թողում մարդկանց վրա։ Եվ գալիս են Պոլիկարպի հետևից, աշակերտները ասում են, իմանում են, որ պետք է գան իրան տանեն, ասում են փախի։ Ասում են, ես ոչ մի տեղ չեմ փախնի։ Ասում են, ինչ եք ուզում ինձ զրկեք այն մեծ պատվից, այն երանությունից, որ ես իմ Տիրոջ անվան համար կարող եմ հալածվել։ Գալիս բռնում են, տանում են Զմիրնա։ Զմիրնայում դատավորի առաջ կանգնած դատավորը ասում է. «Ուրացիր Հիսուսին, ու ես քեզ կյանք կշնորհեմ»։ Հետաքրքիր մի հատ բան ասում դատավորին։ Ասում է, գիտես, ես 86 տարի արդեն ծառայում եմ Հիսուսին։ Մի օր ինքը ինձ ասում է, վատ բան չի արել։ Ինչպես ես կարող եմ ուրանալ իմ
թագավորին։ Ու գիտեք, դատավորը հրամայում է, որ իրան վառեն։ Այդ ժամանակ մարդկանց կապում էին կամ մեխում էին մի հատ ցցի վրա եւ շուրջը, ասենք ինչ որ փայտեր էին լցնում եւ վառում էին մարդկանց։ Ասում է կարիք չկա ինձ մեխելու։ Ես ոչ միտեղ չեմ փախնի։ Ես պատրաստ եմ այսպես կանգնած ընդունեմ իմ մահը։ Ու գիտեք, Պոլիկարպին առանց կապելու կենթանի վառում են։ Եվ հայտնության գրքի մեջ, սիրելիներս, դա հենց Զմիրնա եկեղեցուն ուղղված Տիրոջ խոսքն է։ Հավատարիմ եղիր մինչև իմ մահ եւ կյանքի պսակը կառնես։ Գիտես ինչ ուզում է քո կյանքում լինի, սիրելիս, հավատարիմ մնա Հիսուսին։ Մարդիկ ինչ ուզում է քո հետևից խոսեն, հավատարիմ եղիր Հիսուսին։ Մարդիկ կհալածեն, կքարկոծեն, ավել պակաս բաներ կխոսեն, կասեն ցնդել եք, հավատացյալ եք, գժվել եք։ Գիտես իմ բարեկամներից շատերը, ովքեր ինձ հալածում էին, մարդ կար, որ 2 տարի մեր տունը չէր մտել նրա պատճառով, որ մենք հավատացյալ ենք դառել։ Նրանից շատերը հետո ապաշխարեցին, շատերը ծնկաչոք են ընդունել Հիսուսին, շատերը այսօր եկեղեցում են։ Երբեք չհանձնվես, երբեք Հիսուսի անունից չամաչես։ Աստված գիտի ինչպես պատվի իրան պատվողներին։ Աստված ունի շատ օրհնություններ հավատարիմ մարդկանց համար։ Աստծո խոսքը ասում է հավատարիմ մարդու օրհնությունները շատ են։ Գիտես, եղիր հավատարիմ մարդ։ Եղիր հավատարիմ մարդ ընտանիքիդ մեջ։ Սիրելի կանայք, սիրելի ամուսիններ, հավատարմությունը դա շատ մեծ արժեք է։ Երբեք չդավաճանեք իրար, սիրելիներս, հավատարիմ մնացեք։ Պահեք ձեր ուխտը մինչև վերջ։ Հավատարիմ եղեք Աստծուն, հավատարիմ եղեք եկեղեցում, հավատարիմ եղեք ձեր հովին, սիրելիս։ Կանգնացեք ձեր ծառայողների կողքին, ձեր հովի կողքին, բարձրացրեք իրանց ձեռքերը, հավատարմորեն արեք ձեր գործը։ Գիտես ու գրված է, որ երբ որ Տերը կգա, ամեն մեկը իր վարձքը կառնի։ Ուզում եմ մի պատմություն կարդամ ու մենք դրանից հետո կաղոթենք։ Ուրեմն Գործ Առաքելոցում կա այսպիսի մի պատմություն։ Առաջի գլուխ 15-ից 26 խոսքերը։ Այն օրերում Պետրոսը վեր կացավ եղբայրների մեջ, ասեց, եւ այնտեղ 120 հոգու չափ բազմություն կային, մարդիկ եղբայր պետք էր այն գրվածը կատարվեր, որ առաջուց ասեց Սուրբ Հոգին Դավիթի բերանով Հուդայի համար, որ Հիսուսի բռնողներին առաջնորդ եղավ, որ նա մեզ հետ համարված էր եւ այս պաշտոնի վիճակը նրան էլ հասել էր։ Արցան իրավության վարձքով մի ագարակ ստացավ եւ գլխի վրա վայր ընկնելով մեջից ճղվեց եւ նրա բոլոր փորը դուրս թափվեց։ Եվ հայտնի եղավ Երուսաղեմի բոլոր բնակիչներին, մինչև որ այն ագարակի անունը իրանց լեզվով Ակեղդամա կոչվեցավ, այսինքն արյունի ագարակ, որովհետև Սաղմոսների գրքում գրված է, թե նրա բնակությունը ավերակ պիտի լինի եւ նրանում բնակվող չլինի, եւ նրա պաշտոնը ուրիշը առնի։ Հիմա պետք է այս մարդկանցից, որ մեզ հետ են եղել այն բոլոր ժամանակը, որ Տեր Հիսուսը մեզ հետ մտավ եւ դուրս ելավ, Հովանեսի մկրտությունից սկսած մինչև այն օրը, որ մեզանից վերացավ, սրանցից մեկը մեզ հետ վկա լինի նրա հարությանը։ Եվ 2 հոգի կանգնեցրին, Հովսեփին, որ Բարսաբա էր կոչվում, որ Հուստոս անվանվեցավ, եւ Մատաթիային։ Եվ աղոտ կանելով ասեցին. Դու Տեր ամենի սրտագետ այս երկուսից մեկը հայտնիր, որին ընտրեցիր, որ այս պաշտոնի եւ առաքելության վիճակը առնի, որից Հուդան ընկավ իր տեղը գնալու համար, եւ նրանց վրա վիճակ գցեցին եւ վիճակը ընկավ Մատաթիայի վրա, եւ նա 11 առաքյալների հետ համարվեցավ։ Գիտեք, 2 մարդու անուն, որ շատ չեք հանդիպի Աստվածաշնչում, Հուստոսը ու Մատաթիան։ 2 մարդ։ Երբ որ Հուդան գնաց կախվեց, գիտես Հիսուսը 12 առաքյալ էր ընտրել եւ Պետրոսը կկանգնի, կասի, որ Սաղմոսների մեջ գրված էր, որ իր պաշտոնը մեկ ուրիշը առնի։ Եվ խոսում է 2 մարդու մասին, որ ասում է սկզբից մեզ հետ են եղել։ Հովանես մկրտիչի մկրտությունից մինչև այսօր մեր հետ են եղել եւ ականատես են եղել Տիրոջ հարությանը։ Մեկը Մատաթիան էր, մյուսը Հուստոսը։ Սիրելիներս, տեսեք, երկար ժամանակ էր անցել, որ ավելի շուտ կարդաք դուք կտեսնեք, որ Հիսուսը ավելի շատ աշակերտներ ուներ։ Գրված է իր աշակերտներից 12-ին ընտրեց։ Գիտես, 12-ին ընտրեց, այդ թվի մեջ չմտան ոչ Հուստոսը, ոչ Մատաթիան։ Բայց տեսնում ենք 3 տարի, միգուցե քիչ ավել անցել է, Հուստոսը ու Մատաթիան շարունակում են լինել Տիրոջ հետ, շարունակում են մնալ առաքյալների կողքին, եւ գալիս է օրը, Հուդան խեղդվում է, մեկին պետք է ընտրեն։ Եվ վիճակը ընկնում է Մատաթիայի վրա։
Հուդայի փոխարեն 12-րդ առաքյալը դառնում է Մատաթյան։ Գիտեք, ես կարծում եմ Հուստոսը կարար սենց մտածեր։ 12-ին ընտրեցին, իրանց թվի մեջ չմտա։ Եկավ ժամանակը, սա իմ հնարավորությունն է։ Նորից վիճակ գցում են, էլի Հուստոսի վրա վիճակ չի ընկնում։ Բայց գիտեք, հետաքրքիրը ինչն է, սիրելիներս, կանցնի երկար ժամանակ եւ Կողոսացիների մեջ մենք կկարդանք մի հետաքրքիր բան, երբ որ Պողոս առաքյալը Կողոսացիների նամակ էր գրում։ Բարև է տալիս ձեզ Արիստարքոսը, իմ գերության ընկերը, Բարնաբասի եղբոր որդի Մարկոսը, որի համար պատվեր առաք, որ եթե ձեզ մոտ գա, ընդունեք նրան։ Եվ Հիսուսը, որ Հուստոս է անվանվում, որոնք թլպատությունիցն են, միայն դրանք են իմ գործակիցները Աստծո արքայությունումը, որ ինձ համար էլ մխիթարություն եղան։ Սիրելիներս, մենք տեսնում ենք, Հուստոսի անուն էլ ոչ միտեղ չեք հանդիպի, բայց մենք տեսնում ենք անցելա տարիներ, Պողոս առաքյալը ապաշխարել է, ծառայություն է տանում, տարբեր երկրներում, տարբեր քաղաքներում եկեղեցիներ են բարձրանում։ Ես կարծում եմ, այստեղ շատ հնարավոր է 10 տարուց ավել արդեն անցել էր։ Բայց մենք տեսնում ենք Հուստոսը շարունակում է լինել Աստծո հետ։ Հուստոսը Պողոս առաքյալի գործակիցներից մեկն էր։ Ու գիտեք, ինքը խնդիր չուներ, որ իր անունը առաքյալ չի կամ Հիսուսը չընտրեց իրան որպես առաքյալ։ Ինքը ուղղակի շարունակում էր հավատարմորեն ծառայել Տիրոջը։ Սիրելիներս, այսօր ամբողջ փառքը Հիսուսին։ Այսօր Աստծուն պետք են այտենց մարդիկ։ Այսօր Աստծուն պետք են այտենց մարդիկ, որ իրան գիտես չեն նայում։ Մեկը կասի, այն մեկի բախտը բերել է, այն բախտը չի բերել։ Հələ տեսեն մեկը ինչ գործ ունի, կամ այն մեկը ինչ ծառայություն ունի։ Սիրելիս, եղիր հավատարիմ նրա մեջ, ինչի մեջ որ Աստված քեզ դրել է։ Եվ Աստծո խոսքը շատ պարզ ասում է, քիչի մեջ հավատարիմ կլինես, Աստված շատի վրա քեզ կդնի։ Բայց այդ քիչը որ ունես, դրա մեջ պիտի հավատարիմ լինես։ Եկեք ոտքի կանգնենք, սիրելիներս։ Փառք Տիրոջը, եկեք արճաղոտ կանենք։ Մեր երկնային Հայր, մենք քո առջև ենք կանգնած մեր Աստված։ Տեր, շնորհակալ ենք քեզ։ Շնորհակալ ենք այստեղ գտնվող ամեն մի թանկագին մարդու համար, Տեր իմ Աստված։ Գոհանում ենք քեզանից, Տեր։ Շնորհակալ ենք ամեն մի սրտի համար։ Տեր, դու գիտես այստեղ ամեն մեկին, դու ճանաչում ես ամեն մեկին անունով, Տեր իմ Աստված։ Դու գիտես ամեն մեկի կյանքը, Տեր, դու գիտես այն բոլոր դժվարություններն ու փորձությունները, ինչի միջով որ քո զավակները անցնում են այսօր իմ Աստված։ Խնդրում եմ քեզ, Տեր, օրհնիր ամեն մեկին, զորացրու ամեն մեկին, Տեր, հաստատիր ամեն մեկի սիրտը, Տեր իմ Աստված։ Թող այստեղ մեկը չլինի, որ հետ մնա, Տեր, թող մեկը չլինի, որ քեզանից հեռանա։ Խնդրում եմ քեզ իմ Աստված, օրհնիր իմ քույր եղբայրներին, Տեր, քո շնորհքը թող լինի նրանց վրա։ Տուր նրանց զորություն, Տեր, տուր նրանց ուժ, տուր նրանց կարողություն, որ անցնեն ամեն մի անապատ, ամեն մի դժվարություններ ու ամեն բան կատարելով, Տեր իմ Աստված, հաստատ կանգնած մնան, Տեր, հավատարիմ մնան մինչև վերջ, Տեր։ Թող այստեղ գտնվող ամեն մեկը Պողոսի նման կարողանա իր կյանքի վերջում ասի, հավատքս պահեցի, ընթացքս անցա, հիմա մնում այն պսակ առնեմ, որ Տերը պատրաստեց բոլոր իրան սիրողների համար։ Խնդրում եմ քեզ իմ Աստված, օրհնիր այս եկեղեցին, Տեր։ Շնորհակալ եմ քեզ, որ այս եկեղեցին գտնվում է այս քաղաքում, Տեր, ու մեծ գործ է անում, Տեր իմ Աստված, տարածում է քո արքայությունը։ Խնդրում եմ քեզ, Տեր, օրհնիր ու ել ավելի տարածիր նրանց։ Թող քո Սուրբ Հոգու հզոր շարժը լինի այս քաղաքի մեջ, Տեր։ Ամեն մեկի կյանքում, ով որ կա այստեղ, Տեր, գործիր իմ Աստված։ Թող քո փառքը երևա յուրաքանչյուրի կյանքում։ Թող մարդիկ տեսնեն եւ վկայեն, Տեր, որ ձեր Աստված ճշմարիտ Աստված է, ձեր Աստված կենթանի է։ Հիսուսի զորավոր անունով, Տեր։ Խնդրում եմ քեզ, օրհնիր նաեւ, Տեր ջան, այս եկեղեցու հովին իմ Աստված, օրհնիր հովիվ Կարենին, օրհնիր նրա ընտանիքը։ Խնդրում եմ, օրհնիր բոլոր ծառայողներին այս եկեղեցում, որ լինեն միաբան, Տեր իմ Աստված, քո սերը թագավորի թող այս վայրում։ Ու թող որ ամեն բանի մեջ, Տեր, փառավորվի քո սուրբ եւ հզոր անունը մեր Աստված, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, եւ բոլորս ասեցինք ամեն, ամեն։ Ամբողջ փառքը մեր Տիրոջը, սիրելիներս։